Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, անդրադառնում ենք բասկետբոլին։ Եվս մեկ անգամ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ այս թողարկման տեսագրությունը դուք կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում, այն կտեղադրվի նաև Հանրային ռադիոյի պաշտոնական կայքում armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Այսօր իմ հյուրն է Երևանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը։ Մենք բասկետբոլին մեկ անգամ արդեն անդրադարձել ենք, բայց հիմա իրադարձություններ կան, որոնց չենք կարող չանդրադառնալ։ Ամառ է մոտենում եւ բասկետբոլը այսպես բավական հագեցած է լինում ամառվա ընթացքում, գարնան վերջ, ամառվա ընթացքում աշնան սկիզբ, խոսքը գնում է առաջին հերթին հավաքականների մասին, իհարկե ակումբային բասկետբոլը դա ավելի գերակշռում է աշնան, ձմռանը եւ գարնան հատվածում, մրցաշրջանը այդպիսին է, իսկ հավաքականները այսպես հիմնականում ծանրաբեռնված են լինում այս ամիսների ընթացքում։ Հիմա տեսնենք ինչ է տեղի ունենում։ Նախ գիտենք, որ Երևանում անցկացվելու է քաղաքապետի գավաթը, այդպիսի մրցաշար, որորդ անգամն է նախ այն անցկացվելու, դա նշեք եւ ցանկանում ենք հասկանալ, թե գավաթի այս մրցաշարի մասնակիցները ովքեր են եւ որքան է տևելու։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, թեժ ամառ է մեզ սպասվում, այս պահին խոսանք քաղաքապետի գավաթից, քաղաքապետի գավաթը անցկացվում երկրորդ անգամ, հունիսի 24-ից 28-ը, անցյալ տարի նա անցկացնում էր գարնան ամիսներին, ապրիլին էր անցկացվել, բայց այս անգամ համատեղ քաղաքապետարանի սպորտի վարչության հետ մենք որոշում կայացրինք, որ ավելի ռացիոնալ օգտագործենք այդ միջազգային մրցաշարը եւ դա լինի նախապատրաստական փուլ մեր միջև 18 տարեկանների հավաքականի համար։ Մենք սպասում ենք Կազախստանից հրավիրել ենք արդեն եւ իրանք համաձայնվել են գալու Բարսի Ատարաու թիմն է 18 տարեկանների ակումբներ են լինելու, ոչ միայն ակումբներ, հիմա կանադառնամ Ռուսաստանի Չելբասկետն է, Չելյաբինսկի թիմն է լինելու, Պարսկաստանի միջև 16 տարեկանների հավաքական թիմն է լինելու, որը միանգամից տեղից հետո մեկնելու է Ազիայի խաղերին, վրացական ակումբային ուժեղ թիմ է լինելու, այս պահին բանակցում ենք, որ մեկը կլինի, բայց առաջի երյակից ենք ուզում ընտրենք, խաղալու է նաև մեր միջև 18 տարեկան հավաքական թիմը, արդեն ձեր գլխավորությամբ, այո, արդեն այդ ժամանակահատվածում բոլոր մեր խաղացողները Ամերիկայից, Ռուսաստանից կգան, կմիանան թիմին եւ մենք կլինենք մարտունակ եւ նաեւ որոշում է կայացվել, որ խաղա նաեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը անմիջապես այդ գավաթից հետո կմեկնի Եվրոպայի առաջնություն։ Սպասեք, արեք, տեսեք, հիմա դուք տարբեր տարիքներ նշեցիք։ Հիմա ցանկանում ենք հասկանալ, այդ թե 16 տարեկանների հավաքականները կամ ակումբները, որոնք համալրված են 16 տարեկան բասկետբոլիստներով, թե 18-ները, բոլորը միասին մեկ մրցաշարի մասնակից են, թե առանձնանում են։ Չէ, մեկ մրցաշար է լինելու, ասեմ ձեզ։ Եվ մրցակցությունը այդտեղ ինչպիսին է լինելու։ Բացատրեմ, հիմա ասեմ, Պարսկաստանի 16 տարեկանների հավաքական թիմ բավականին ուժեղ է։ Եվ եթե ինքը մրցի ակումբային թիմերի հետ, բնականաբար հավասար մի բան էլ ուժեղ կարող է լինել Պարսկաստանի հավաքականը։ Մեր հավաքականը 16 տարեկանների կունենա խաղային պրակտիկա։ Մենք ուրիշ ամբիցիաներ ունենք 18 տարեկանների հավաքականով, մենք փորձելու ենք այդ մրցաշարի ընթացքում որոշ խնդիրներ լուծել, որովհետև մենք հավաքի ենք մտնելու հուլիսի 2-ից հետո, նաև ունենալու ենք, հիմա հետո կասեմ ինչ խաղեր ենք հետագայում ունենալու, բայց մեր համար էլ շատ կարևոր է այդ խաղային պրակտիկան։
Այսինքն խնդիրներ լուծել դուք նկատի ունեք որոշակի նախապատրաստական աշխատանք ունենալ մինչև արդեն Եվրոպայի առաջնությանը պատրաստվելիս դրա մասին քիչ հետո կխոսենք այս գավաթը այս մրցաշարը դուք արդեն միջազգային ասպարեզ եք հանում այսինքն ինչպես դուք նշեցիք եւ թվարկեցիք թե որ երկրներից ինչպիսի ակումբներ են մասնակցություն ունենալու մրցաշարին ինչպիսի հավաքականներ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից մինչև 16 տարեկանների իրենց հավաքականը իդեպ Իրանում էլ բավական զարգացում է ապրում, չէ՞, այս մարզաձևը։ Այստեղ այս մրցաշարի հաղթողները ինչ մրցանակներ են ստանալու, դա ինչ է լինելու եւ ինչ է տալու տվյալ հավաքականներին կամ ակումբներին։ Okay, անցյալ տարի մենք անցկացրեցինք այդ մրցաշարը ապրիլին եւ մեր 16 տարեկանների հավաքականը ելույթ ունեցավ այդ մրցաշարին, որը իր արդյունքը տվեց Եվրոպայի առաջնությանը։ Մենք բերեցինք բրոնզե մեդալ։ Այս տարի մենք ավելի ռացիոնալ ենք ուզում օգտագործենք։ Այդ մրցանակային տեղը այս պայն մեր համար կարևոր չի։ Մեր համար կարևոր է Եվրոպայի առաջնության նախապատրաստումը լիարժեք իրականացնել այսպիսի մրցակցային գավաթա լինելու շատ սիրուն մրցանակներ լինելու բասկետբոլային տոն է սպասվում եւ որտեղ է անցկացվելու իդեպ մենք Միկայի մարզադահլիճում հիմա Միկայի մարզադահլիճը կվերանորոգվի միջև Եվրոպայի այդ մենք հարադառնանք 20 տարեկանների առաջնությանը երևի արդեն այդ ժամանակահատվածում ինքը պատրաստ կլինի ու մենք ամեն ինչը կփորձարկենք թե խաղացողներին թե դաշտը թե ամեն ինչ Նախորդ այսպիսի մրցաշարերի թե ներհայաստանյան նույնիսկ ակումբային առաջնությունների ժամանակ տեսա ես ինքս իմ աչքով տեսել եմ թե տրիբունաները ինչպիսի լեփլեցուն էին ինչպես էին երկրպագուները այսպես վանկարկում եւ ամբողջ խաղի ընթացքում հիանալի մթնոլորտ էր տիրում այդ դահլիճներում հիմա միայն այս մրցաշարին ներգրավելու է Միկայի մարզադահլիճը որքան հասկացա լավ տեսնենք նաև մեկ մեծ մրցաշար եւս կա Հայաստանում, էլ ավելի մեծ քան որքան հասկանում եմ Երևանի քաղաքապետի գավաթի մրցաշարը, մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է անցկացվելու։ Իհարկե մեր ունկնդիրներին պետք է հատուկ հիշեցնեմ, որ խոսքը գնում է B դիվիզիոնի մասին, ոչ թե A դիվիզիոնի մասին, որտեղ գերհզոր հավաքականներն են հանդես գալիս, B դիվիզիոնի մասին, մինչև 20 տարեկանները արդեն լիարժեք, արդեն բասկետբոլային կյանքով ապրող տղաներ են, թե աղջիկներ, ոչ մի տարբերություն այդտեղ չկա։ Արդեն դա որքան հասկանում եմ վերջին մակարդակն է, մինչև արդեն զուտ ազգային հավաքականն է։ Բավական լուրջ մրցաշար է, որը անցկացվելու է Երևանում, ինչ ժամկետում է անցկացվելու եւ մեր հավաքականը որքանով է պատրաստ այդ մրցաշարին։ Հուլիսի 11-ից 20-ը Երևան քաղաքում անցկացվելու առաջի անգամ նախադեպը չունեցող B դիվիզիոնի Եվրոպայի 20 տարեկանների առաջնություն, ասեմ ձեզ, որ թիմը նախապատրաստական փուլում այս պահին գտնվում, հունիս ամսվան արդեն ավելի մարզումներին կմոտիկանա ավելի ինտենսիվ հավաքների, իհարկե այնտեղ լինելու են մի շարք ընկերական հանդիպումներ տարբեր երկրների հավաքականների հետ, ասեմ ձեզ, որ արդեն նախորոք Շվեյցարիայի հավաքականն արդեն հավաք ուզել մեր մոտ Անգլիայի հավաքականը նրանք մասնակից են նախորոք գալու են եւ մենք օգտագործելու ենք այդ նախապատրաստական փուլը գուցե այդպես ինչպես ասում են սպարինգների համար ընկերական սպարինգների շատ կարևոր է այդ սպարինգները եւ հրավիրում եմ բոլորին մեծ տոնա լինելու բասկետբոլ որովհետեւ դա արդեն մեծերի բասկետբոլ է 20 տարեկաններին շատ ուժեղ հավաքականներ են գալու Հայաստան տարբեր դպրոցներ, տարբեր տուրնիրը բավականին ծավալուն ու շատ խաղեր ունենալու հրավիրում ենք Համալիր եւ Միկա մարզադահլիճում են անցկացնելու այդ խաղերը տոմսերը կարող են գնել բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական սայթից
համեցեք, մենակ հաճույք կստանաք խաղից։ Արեգ, մրցաշարի մասնակիցների թիվը բավական մեծ է, որքան հասկանում 2 խմբի են բաժանվում, չէ՞, ճիշտ եմ։ Չէ, մասնակցելու է 20 թիմ, 20-ից ավել թիմ, այո, դա 4 ենթախումբ է եւ տարբեր 5 ենթախումբ, 6 5 ենթախումբ, հետո հետագայում play-off եւ մրցաշարի հաղթողն է միայն ստանում A դիվիզիոնի ուղեգիր։ Առաջի 2 տեղը ֆինալիստ։ Այսինքն եզրափակչի մասնակիցները։ Հայաստանը, եկեք այսպես ուղիղ խոսենք, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը ինչպիսի հավակնություններ այստեղ ունի եւ ինչ մենք ակնկալ ենք, այսինքն իրականությունը ինչպիսին է։ Եկեք սենց ասեմ, մեր համար առաջի հերթին այս երկար տարիների աշխատանքից հետո դրած է նպատակ պատվով դուրս գալ այս մրցաշարից, ոչ մի տենց նպատակ դրած չի, բայց տղաները հաշվի առնելով ուժեղ մրցակիցներ են, մենք անցյալ տարի մասնակցեցինք B դիվիզիոնին, բավականին մեր ֆեդերացիայի գնահատականով, քանի որ հիմնական կազմում միայն տեղացի մեր խաղացողներն էին, եւ այս տարի ավելի ուժեղ է լինելու հավաքականը, ասեմ ձեզ, որ ուղղակի մարտունակ թիմ է լինելու, որը պայքարելու է։ Հիմա ոնց կստացվի, չեմ կարող ասեմ, մենք ամեն ինչ անում ենք, որտեվ այս դուք ոնց որ նշեցիք 20 տարեկանից հետո գալիս է արդեն ազգային հավաքականը։ Մենք հիմա պարզ կտեսնենք, թե մենք ինչ ենք ունենալու հետագայում։ Այս խաղացողների համար մեծ շանս է իրանց ցույց տալու եւ ասեմ ձեզ, որ անցյալ տարվա B դիվիզիոնից հետո մենք արդեն ունենք առաջի խաղացողը, որը դուրս է գնացել պայմանագիր կնքել Յուրանա Մերմելիքյան, որը Կազախստանում է հանդես գալի, ու ես հույսով եմ, որ այս առաջնությունից հետո շատ մեր երիտասարդ տղաները կընկնեն նոր պայմանագրեր տարբեր եվրոպական ակումբներում եւ դրանով միայն ու միայն կուժեղանա մեր Հայաստանի հավաքական։ Հավաքականի կազմի բասկետբոլիստները հիմնականում այն բասկետբոլիստներն են, որոնք հանդես են գալիս Հայաստանի ակումբներում, ճիշտ եմ հասկանում։ Ոչ տենց, երևի ես այս բան չեմ ասի, քանի տոկոսն է մեր տեղացի բասկետբոլիստների, բայց մի 6 հոգի հաստատ կլինի, 5-6 հոգի Հայաստանում խաղացող երիտասարդ խաղացողներ կլինեն։ Նաև ասեմ, որ սպասվում է նաև 18 տարեկանների 2 խաղացող, որը հանդես կգա 20-ներում։ Այդ հնարավորությունը կա եւ դուք օգտվում եք դրանից։ Այո, իհարկե։ Արեք, նախ վիճականությունը իհարկե եղել է այդ մրցաշարի։ Մեր հավաքականը իր ենթախմբում ինչ մրցակիցներ ունի եւ ենթախմբից դուրս գալու ինչ հնարավորություններ։ Մենք ունենք 2 խաղ Լատվիա, Էստոնիա, Իռլանդիա եւ եթե չեմ սխալվում, պետքա նայեմ, չեմ հիշում, որտեղ այդքան շատ է բոլորի, բայց ունենք պայքարելու Էստոնիայի հետ, հաստատ կարելի է բռնել այդ խաղը, ու հետո գայում երևի Իռլանդիային էլ կարելի է բռնել, բայց ասեմ ձեզ հետաքրքիր տերմին եք օգտագործում բռնել, այսինքն հաղթել։ Հա, կարելի է խաղալ, այո, ամեն դեպքում ասեմ ձեզ, որ ինքը մարաֆոն է այդ B դիվիզիոնը, 20 թիմը շատ դժվար է, խաղերը շատ են, բավականին շատ է լինում, պետքա լավ պատրաստվել եւ ճիշտ ուժերը դասավորել, որ հասկանալ ոնց դու կարող ես որ թիմի հետ դու կարող ես հավասար պայքարել եւ հաղթել այդ խաղը, որը շատ կարեւոր է, նամանավանդ մենք խաղում ենք մեր երկրում։ Հետաքրքիր մրցաշար է, բավական մեծ մրցաշար է եւ առաջին անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է այսպիսի մրցաշար, այսպիսի հավաքականների B դիվիզիոնը պետք չի այդպես խափնվել մտածելով, թե B դիվիզիոնը այնքան էլ ուժեղ մրցակիցներ չեն, օրինակ եթե ես չեմ սխալվում, Մեծ Բրիտանիայի հավաքականը բասկետբոլի, նաեւ օլիմպիական խաղերի մասնակից էր, բավական ուժեղ կազմով էր այնտեղ, դե հիմնականում օլիմպիական հավաքականները կազմվում են
թե մինչև 20-21 տարեկան բասկետբոլիստներից, թե արդեն ենթադրենք մենք տեսանք, թե օլիմպիական մրցաշարում NBA-ի սուպերաստղերն էին իհարկե։ Այսինքն որոշակիորեն այսպես միքս է տարբեր տարիքի եւ փորձառության բասկետբոլիստների B դիվիզիոնը ուժեղ, բավականին ուժեղ մրցաշար, այո, բավականին ուժեղ մրցաշար, որը տալիս է լավ իրավունք խաղացողներին, լավ պոտենցիալ իրանց ցույց տալու եւ հետագայում ասեցի տարբեր եվրոպական ակումբներում ամրապնդվելու, որտեվ այս բասկետբոլի ամենաուժեղ տարիքներից մեկն է, այս 20 տարեկանները բավականին դիտարժան խաղեր է մեզ սպասում։ Մեր ունկնդրին դարձյալ հիշեցնեմ, որ զրուցում եմ Երևանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է։ Արեգ, հերթը հասավ մյուս մրցաշարերին, բավական հագեցած է, արդեն մենք վստահ եմ, որ թե ես եմ որոշ չափի արդեն խառնվում, թե ինչ մրցաշարերին եւ մեր հավաքականները որքան մասնակցություն ձեր իհարկե օգնության կարիք այստեղ ունենք, մենք ունենք ամռանը եւս 4 մրցաշարի մասնակցություն։ Դրանք Եվրոպայի առաջնություններ են, նախ տղաների եւ աղջիկների միջև 18 տարեկանների, միջև 16 տարեկանների դարձյալ ըստ սերիա առանձնացված։ Այս մրցաշարին մենք ինչպես ենք պատրաստվում, ինչ ակնկալիքներ բասկետբոլի հայ սիրահարը կարող է այստեղ ունենալ։ Նայեք, շարունակական է մեր աշխատանքը եւ ասեմ, որ այդ աշխատանքի արդյունքը հենց դա է, որ երեխաների հոսքը թե ակումբներ, թե մարզադպրոցներ շատացել է հանրապետությունում, կանոնավոր մասնակցում ենք բոլոր Եվրոպայի առաջնություններում, ասեմ, որ երկրորդ խաղային մարզաձևն է, որը կանոնավոր մասնակցում է բոլոր առաջնություններին։ Ֆուտբոլից հետո դա նկատվում։ Ֆուտբոլից հետո 16 տարեկան պատանիների աղջիկները մասնակցելու են C դիվիզիոնում խաղերին, C դիվիզիոնի եւ 18-ները նույն ձևի, բավականին թեժ խաղեր է սպասվում, երբ որ այս տարի 18-երի մոտ 10 թիմ է, եւ որ անցյալ տարի 7 թիմ էր, այս տարի 10 թիմ հայտ ներկայացրել, ու մի քանի հավաքական բավականին ուժեղ են, 18-ում դժվար է լինելու, բայց մենք պատրաստվում ենք պայքարել եւ մրցանակային տեղերի համար ենք հաստատ պայքարելու։ Դուք ինչպես նշեցիք 18 մինչև 18 տարեկանների հավաքականը մասնակցություն է ունենալու Երևանի քաղաքապետի գավաթի։ Դա նախապատրաստական փուլն է դրա։ Ասեմ ձեզ, այս պահին բոլորի ընկերական խաղերը թե տղաների, թե աղջիկների արդեն նախատեսված են, օրինակ 18-երը խաղալու են, հրավիրելու ենք Ռուսաստանի 16 տարեկանների հավաքականին, մեր հետ 2 խաղ անցկացնելու, 20-ները խաղալու են, նշեցի, Անգլիայի, Շվեյցարիայի եւ նաեւ Ռուսաստանի հավաքականի հետ 20 տարեկանների։ Մենք հրավիրում ենք այդպիսի մրցակցություն, դե գիտենք, որ Ռուսաստանի հավաքականը բավական հզոր է։ Այո, դրա համար հրավիրում ենք, որ մեր ուժերը ճիշտ գնահատենք եւ տղաները լավ պատրաստվեն, հասկանան իրանց ինչ է սպասում։ Ասեմ ձեզ, որ բացի դրանից, բացի այդ մրցաշարերից, մենք նաև ամռան ունենք ուրիշ մարտահրավերներ, բավականին ազգային հավաքական ունի։ Սպասեք, առաջ մի ենգեք, առաջ մի ենգեք, մենք բոլոր կետերին կանդրադառնանք, տեսեք, այս հավաքականների, թե մինչև 16-ների, թե մինչև 18 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականների, այստեղ ես տեսեք, ձեզ հարց տվեցի, ուղեցի, թե ինչ ակնկալիք ունենք։ Որպես կանոն տարբեր մարզաձևերում, օրինակ ըմբշամարտի հավաքականների մարզիչները կամ ծանրամարտի հավաքականի մարզիչը որևէ խոշոր մրցաշարից առաջնությունից առաջ նշում են, գիտեք, այս մի ծանրամարտիկից մենք մեդալ ենք ակնկալում, ինչպիսի մեդալ ենք ակնկալում, մենք մեր հավաքականներով մեկնում ենք, մոտավորապես ակնկալում ենք այս քանակության մեդալներ։ Դուք այս հարցին խնդրում եմ ուղիղ պատասխանեք։ Մինչև 16 եւ 18 տարեկանների որ հավաքականից մենք կարող ենք համեմատաբար հարաբերականորեն այսպես լավ արդյունք ակնկալել։ Եկեք չպատասխանեմ այդ հարցերին, որտեղ ես մի քիչ
սնահավատ եմ այդ հարցում, եկեք չպատասխանեմ, երբ որ առաջնությունը վերջանա, մի հատ կհրավիրեք, այդ ժամանակ կամփոփենք այդ հարցը։ Չեմ պատասխանի, բայց մենք պատրաստվում ենք այս տարի շատ ավելի լուրջ ենք պատրաստվում, քան թե նախորդ տարիները։ Շատ ավելի լուրջ, ասեմ, որ արդեն ինչով է այդպես պայմանավորված, որ արդեն մարզիչները իրանց թիմի կազմերը արդեն մոտավորապես փետրվար ամիսից արդեն գիտեն, որ խաղացողը որ դիրքում, օրինակ ես փետրվարին արդեն գիտեմ իմ կազմը, որ դիրքում որ խաղացողն է խաղալու, ու արդեն բանակցում ենք, արդեն որոշ փաստաթղթային հարցեր ենք կարգավորում, որ այդ տղաները ժամանեն Հայաստան եւ տեղացի խաղացողները գիտեն ով է լինելու, դա բավականին ճիշտ է, որտեվ դա օգնում է մեզ մեր խաղացողներին ավելի շատ առանձին աշխատելու իրանց հետ, թե ֆիզիկական պատրաստականությունն ենք բարձրացնում, թե մնացած կոնդիցիաներն ենք խաղացողների բարելավում։ Այս պահին մենք ունենք CSKA-ից հրավիրված բալիկ, որը եկել է 18 տարեկան հայ Դենիոն Սանանյան, որը խաղում է հիմա Ուրարտու ակումբում, բայց նաև մարզվում է առանձին ֆիթնեսով, առանձին պարապում է իմ մոտ հավաքականի տղաների հետ։ Մենք աշխատանք տանում ենք։ Դուք որպես գլխավոր մարզիչ, նաև մինչև 18 տարեկանների ազգային հավաքականի, լավ գիտեք, թե որքան կարևոր է, եւ դուք մարզել եք տարբեր հավաքականներ, նաև ակումբներ, ընդ որում ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ դուք Եվրոպայի առաջնությունում նույնիսկ մեդալ եք հաղթողի տիտղոս եք նվաճել, տարիների առաջ իհարկե, դա C դիվիզիոնն էր, մինչև 16 տարեկանները, մինչև 16, ընդ որում Ադրբեջանի հավաքականին նաև կիսաեզրափակում, եթե ճիշտ եմ հիշում, հաղթելով, դուք լավ գիտեք, որքան կարևոր է ֆիզիկական պատրաստությունը, որտեղ բասկետբոլը այն մարզաձևն է, որ խելագար ծանրաբեռնված են ֆիզիկապես բասկետբոլիստները խաղի ընթացքում։ Այդ պատրաստության որոշակի, ինչպես դուք եք նշում, մակարդակի բերելու բասկետբոլիստին բավական դժվար է, եթե ես չեմ սխալվում։ Շատ դժվար է, որպես խաղացողները գալիս են տարբեր կոնդիցիաներով, Ամերիկայում իրանք ավելի ինտենսիվ են խաղում խաղերը եւ Հայաստանում այդքան քանակի խաղ չկա, Ռուսաստանում ուրիշ ձև է եւ շատ դժվար է մարզիչներին այդ 15 օրվա 2 շաբաթվա ընթացքում բերել կոնդիցիայի խաղացողներին, նաեւ ասեմ ուղղակի այս տարվա վիճակահանությունը 18 տարեկանների հավաքականի ոնց որ մեր ուզած սցենարով է գնացել, 2 օր խաղում ենք, մի օր հանգստանում ենք, նորից 2 օր խաղում ենք։ Նույնիսկ այդ նուրբ կետերը դուք հաշվարկում եք։ Եթե չհաշվարկես, չես կարա դիմանաս 10 տարվա այդ 10 խաղաթիմերի հետ այդ մարաթոնին, որովհետև դա ճիշտ ձևի պետք է հասկանաս, որ խաղին դու ոնց ձևի։ Արդեն կիսաեզրափակիչին Աստված տա, եթե մենք հասնենք, մենք պետք է հասնենք մեր ֆորմայի ամենաբարձր կետում։ Իսկ եթե մենք գագաթնակետում, իսկ եթե մենք դրա համար այս տարվա մեր կազմը նենցա, որ 12 խաղացողներ բոլորը օգտագործվելու են եւ բոլորը ստանալու են խաղային ժամանակ, որ կարևոր խաղացողները, հիմնական խաղացողները չհոգնեն եւ եզրափակիչ այո, ռոտացիան շատ կարեւոր է, շատ արագ փոփոխություններ, շատ արագ բասկետբոլ հիմա փոխվել է եւ պետքա դիմանալ։ Մենք դրան ենք այս տարի գնում եւ ինձ թվում է նույնը 16-երի հավաքականը նույն ձևի ռոտացիան կօգտագործի, դա արդեն իրանց մարզիչի մոտեցումն է, բայց ես գիտեմ ոնց ենք անելու, ոնց ենք խաղալու։ Սաուն հասանք մեր Հայաստանի ազգային հավաքականին։ Հայաստանի ազգային հավաքականը հետաքրքիր ուղևորություն ունի այս եկող ամիսներին։ Միացյալ Նահանգներ։ Այնտեղ որքան ես հասկանում եմ, որքան ես տեղեկացված եմ, ընկերական հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Կոստա Ռիկան բարդ մրցակից է, թե ոչ։ Միջին թիմ է, բայց մեր համար բավականին լավ, մեր տղաների համար բավականին լավ մրցակից է։
Եվ դա այդ երկու հանդիպումները անցկացվելու են Կալիֆոռնիա նահանգում, ընդ որում հայաշատ համայնքներ ունեցող քաղաքներում։ Նայեք, 3 տարի անընդմեջ բասկետբոլի ֆեդերացիան, դուք գիտեք, մեծ համայնք ունենք Ամերիկայում եւ երբ որ մենք դիմում ենք այնտեղից խաղացողներ ավիրել տարբեր տարիքային հավաքականների համար եւ նաեւ իրանք պետք է հասկանան հետո ինչա լինելու։ Հետոն դա ազգային հավաքականն է, որի խաղերը եւ մենք հիմնական մեր կորիզը Ամերիկա բնակ խաղացողներ են, ճիշտ է ստեղից են խաղացողները գնալու Ռուսաստանից բայց ամեն դեպքում Հայաստանից, բայց ամեն դեպքում դա շատ կարեւորում եմ, որ հայությունը ավելի լուրջ վերաբերվի մեր աշխատանքին եւ բոլորին հրավիրում եմ, տոմսերը արդեն վաճառքի մեջ կան, մեզ շատ կարևոր է մեր հայության աջակցությունը, երբ որ քո մեջքը ամուր է լինում, բնականաբար դու ավելի լավ ես մոտեկանում քո աշխատանքին եւ ես չեմ առանձնացնում բոլոր աջակցությունը, բոլոր ձևի աջակցությունը մեր երկրպագուների բերում է միայն լավ արդյունքի։ Գլենդել եւ Ֆրեզնոյում եւ Վալեյում, եթե չեմ սխալվում, 6-ին եւ 8-ին։ Բոլորին հունիսի 6-ին եւ 8-ին հրավիրում ենք բոլորին այդ հանդիպման, բավականին Ռեքս Քահանյանի գլխավորությամբ, բավականին հետաքրքիր հանդիպումներ է սպասվում, հետաքրքիր բասկետբոլ է լինելու։ Հավաքականի համար դա լավ փորձաշրջան է, իհարկե, փորձում ենք նոր խաղացողներին, նաև այս 20 տարեկանների հավաքականից 2-3 խաղացող հանդես է գալու հավաքականում, իրանց համար է բավականին մեծ փորձառություն է։ Սա միակ ուղևորությունը չի Միացյալ Նահանգներ, դուք նաև Միացյալ Նահանգներում, այսպես միջազգային տերմին այդ օգտագործեմ, քեմփինգ, այսինքն սպորտային ճամբար եք իրականացնելու, այստեղից բասկետբոլիստների եք տանելու Օհայո նահանգ, այնտեղ ինչ է սա իրենից ներկայացնում եւ ինչ է տալիս մեր մարզիկներին։ Շատ եմ կարևորում Երևանի բասկետբոլի ֆեդերացիան, հույսով եմ շարունակական կլինի այս կեմպերը, թե ամռանը, թե ձմեռը, որտեղ մենք պայմանավորություն ենք ձեռք բերել, մեր խաղացողներին տալ հնարավորություն ամերիկյան մարզչական դպրոցը անցնելու, տարբեր մարզիչների աշխատանքա լինելու, երեխաները մարզվելու են օրը 3 անգամ, ապրելու են այդ ակադեմիայի, Օհայոյի ակադեմիայի տարածքում, տեսնելու են իրանց տարիքի տղաները ինչ ոնց են զարգանում, ինչ ապագա կարող են ունենալ լավ բասկետբոլ խաղալով, նաև ստանալու են scholarship, սովորելու առաջարկներ, մենք ունենալու ենք մասնակցություն, նայելու ենք, դիտելու ենք WNBA-ի, կարծեմ 2 հանդիպում, որը երեխաներին բավականին մեծ բան կլինի, իրանց համար դա շատ մեծ տպավորություններով եւ նպատակային ինչ-որ բան կլինի իրանց համար։ Բասկետբոլի կենտրոն եք գնում։ Կենտրոն են գնում, այո, եւ ասեմ, որ առաջի անգամ չի դա եւ իր արդյունքը դա տվել է, ով գնացել է, նա մի ուրիշ ձև է սկսել մտածել եւ մի ուրիշ ձև է սկսել ավելի լուրջ մարզվել, ամեն ինչ տենալու են երեխեքը եւ ամենակարևորը որ դա լինի շարունակական, ասեմ, որ ընդգրկված են մեր Երևան քաղաքի, այս անգամ Երևան քաղաքի, հույսով եմ արդեն աշնանը ամբողջ հանրապետության ակումբների լավագույն խաղացողները մինչև 16 տարեկան, 15, 16, հա մի բալիկ ունենք շնորհալի 14 տարեկան, հետաքրքիր է շատ լինելու։ Ամփոփում ենք արդեն մեր զրույցը, արեք, տեսեք, ես որքան այս ձեր ամբողջ նկարագրածից հասկանում եմ բավական թեժ ամառ, բավական թեժ հագեցած բասկետբոլով ամիսներ կլինեն, սա մեր բասկետբոլի համար առաջին անգամն է, որ այսպիսի հագեցվածություն կա 2, 3, 4 ամսվա կտրվածքով։ Ասեմ ձեզ, որ B դիվիզիոնը դա շատ մեծ մարտահրավեր է, առաջի անգամ է, բայց մենք ասեն 8-9 տարի է, որ կանոնավոր մասնակցում ենք բոլոր առաջնություններին, միշտ թեժ է եղել, բայց sense թեժ չի եղել,
Հույսով եմ ամեն ինչ կլինի նորմալ, պետք է լավ տրամադրվել աշխատանքին, դժվար է լինելու, բայց հույսով եմ մենք կհաղթահարենք, որտեվ բավականին եռանդ եմ նկատում, թե ֆեդերացիայի աշխատողների, թե մարզիչների մոտ, որտեվ մեծ ստիմուլ է բոլորի համար, մեծ միջոցառում է բասկետբոլային, հույսով եմ, որ Հայաստանի խաղերին ու նաև մնացած խաղերին դահլիճը լեփլեցուն կլինի եւ կերկրպագեն մեր տղաներին, պետք է գնա այդպես քայլեր անել, որ խաղային մարզաձևերը աճեն Հայաստանում եւ ավելի շատ ուշադրություն դարձվի հենց խաղային մարզաձևերի։ Մենք չենք անդրադառնում հիմա խնդիրներին, բայց հույսով եմ, որ այս միջոցառումից հետո մենք ունենանք ահագին դրական հովանավորչական, չգիտեմ, կառավարության կողմից կրկնակի աջակցություն, որտեղ իրանք իրոք կտենան, որ մենք աշխատանք ենք տանում բավականին բարդ։ Բայց հուսամ, որ նաև սա արդյունք կտա, ձեր ակնկալած արդյունքը եւ Հայաստանում բասկետբոլը ել մի նոր մակարդակի կբարձրացնի։ Իհարկե, այո։ Շնորհակալ եմ Արեգ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու, այսպես հանգամանալից ներկայացնելու այնինչ տեղի ունենալու առաջիկա ամիսներին։ Մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի Երևանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի հետ, խոսեցինք բասկետբոլի մասին, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է։ Հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ մեր թողարկման տեսագրությունը դուք կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ Հանրային ռադիոյի կայքի arm.radio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում ես Դավիթ Հաղաբեկյանն եմ։ Առայժմ